Ապրիլի 1-ից Հայաստանում վարորդներին սպասվում են նոր փոփոխություններ, ապա համակարգում բարձրացվում են հատուցումների առավելագույն սահմանաչափերը։ Նոր կարգավորումներով գույքային վնասների հատուցման սահմանաչափը 1,8 միլիոն դրամից կդառնա 2,5 միլիոն, առողջական վնասների դեպքում 3,3 միլիոնից կհասնի 3,5 միլիոն դրամի, իսկ մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը համապատասխանաբար կդառնան 25 միլիոն եւ 35 միլիոն դրամ։ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը ասում է, որ որոշման կայացման համար հիմք են ծառայել, ապա համակարգի զարգացման ռազմավարությունը։ Մոտավոր 94% վնասների հատուցում էր կատարվում, այսինքն պարզա չէ, եթե ենթադրենք 1,8 միլիոնա սահմանաչափը, բայց 2,5 միլիոնա վնաս է եղել, ուրեմն 700,000 չէր հատուցվում։ Եվ քանի որ մենք նպատակ չունեինք եւ դա ճիշտ չի ձգտել 100%-ի, որովհետեւ ինքը ըստ էության ապահովագրությունը պետք է ինչ-որ մի չափ միշտ, ասենք ոնց որ պահպանի չվճարումը, որպեսզի այսպես ասած շահագրգռվածությունը պատահարներում ներգրավելու որոշ չափով չմեծանա։ Ծրագրից օգտվելու են նաև այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել մինչև սակագների բարձրացումը։ Բյուրոյի տնօրենի խոսքով այս պատճառով ապահովագրական վճարի ավելացում չի լինելու, սակայն նա չի էլ բացառում այլ պատճառներով գների բարձրացումը։ Նախատեսվում են նաև այնպիսի գործողություններ, որոնք կնվազեցնեն պատահարների հաճախականությունը, որոնց կարևորագույն ուղղություններից են ճանապարհների կառավարվածության վիճակի, վարորդների վարքագծի եւ մեքենաների վիճակի բարելավումները, որոնք կատարելու համար բյուրոն համագործակցում է տարբեր կառույցների հետ։ Աշխատանքներ են կատարվում նաև բարելավել պատահարների քարտեզի ձևավորումը, որը պետք է աշխատի օնլայն ռեժիմով, ինչը հնարավորություն կտա վերլուծել պատահարների պատճառները։ Կարելի է տեսնել, այսպես ասած, սև կետեր, որտեղ շատ պատահարներ են լինում, վերլուծել, հասկանալ ցանկացած տեղ, վերլուծել, հասկանալ դրա պատճառները, ինչի է այդ պատճառները լինում, որովհետև, չգիտեմ, վարորդներն են նորը, որով մեքենաներն են վատը, թե այնտեղ ինչ-որ վատ նշաններ, սխալ նշաններ, եւ այլն։ Ու դրա հիմա վրա ինչ-որ գործողություններ անել, բայց դա կոմպլեքս աշխատանք է։ Մասնագետների խոսքով փոփոխությունները թեպետ ուրախալի են, սակայն էական ազդեցություն չեն ունենա, քանի որ մարդկանց ապա պայմանագրերը թանկացել են։ Նրանց կարծիքով փոփոխությունը չի ազդի նաև վարորդների վարքագծի վրա, բայց կազդի մարդկանց գրպանի վրա։ 20 կամ 40%-ով գումար ավակագրվում, այսինքն ապահովագրական պորտֆելը այդքանով մեծանում է։ Ստեղ ունենում ենք, այսպես ասած, գերշահույթ, էլի։ Հիմա որպեսզի այդ գերշահույթը չառաջանա, դրա համար էլ ասում են եկեք որոշակի այսպես փոխհատուցում ներմուծենք, մտցնենք, որպեսզի այդ կրճատվի։ Իսկ ինքը երթևեկության վրա ոչ թե մի փոքր կազդի, չգիտեմ, մի տոկոս, այլ բացարձակապես ազդեցություն չունեցող գործոն է։ Քարտեզների հետ կապված մասնագետները ասում են, որ վիճակագրություն տարվում է, սակայն աշխատանքները հետևողական չեն։ Նրանց խոսքով ապա բյուրոն այն կառույցը չէ, որ պետք է իրականացնի դա։ Մասնագետները պնդում են, որ ապահովագրավճարը միայն բոնուս-մալուսից չէ, որ կախված է։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։